Կախվածությունները և վատ շրջապատը կործանեցին իմ ընտանիքը։ Մանկուց ինձ իմ տատիկն է դաստիարակել, որովհետև իմ ծնողները բաժանվել էին, և իմ տատիկն իր ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ հիվանդ էր, և ժամանակի ընթացքում մահացավ։ Դրանից հետո ես ապրում էի իմ հոր տանը, և երբ ես 13-14 տարեկան էի, որոշեցի, որ պետք է հեռանամ տնից, որովհետև ինձ արդեն մեծ էի համարում։ Երբ ես հանդիպեցի իմ կնոջը, նրա մեջ գտա այն վերաբերմունքը և օգնությունը, որը չէի ստացել իմ ծնողներից։ Ես մեր հարաբերություններն ամուսնական չէի համարում, այլ որպես ծնողի և երեխայի հարաբերություններ, և 2 տարի ապրել եմ մորաքրոջս տանը, մինչև որ կինս չհղիացավ։ Այն ժամանակ նա 18 տարեկան էր։ Ես երեխայի նման էի մտածում։ Ես ոչ մի նպատակ չունեի իմ կյանքում։ Իմ ծնողներից ես ոչ մի խորհուրդ չեմ ստացել։ Ես լրիվ առանց ուղղորդության էի։ Որոշ ժամանակ հետո ինձ մոտ կախվածություններ սկսվեցին։ Ես կարծում էի, որ այդ կախվածությունները և վատ շրջապատը իմ ընկերները կդառնան։ Իմ ընտանիքին ես արդեն ոչ մի բանի տեղ չէի դնում։ Ինձ համար ամենակարևորն իմ ընկերներն էին։ Եվ ես ավելի ու ավելի էի խորանում այդ ամենի մեջ։ Դատարկությունն իմ ներսում միայն շատանում էր։ Եվ որպեսզի այդ դատարկությունը չզգամ, ես օգտագործում էի թմրանյութեր, տարբեր խմիչքներ։ Ես չէի ապրում իմ ընտանիքի համար։ Ես ապրում էի թմրանյութերի և իմ ընկերների համար։ Ես աշխատանքի էի գնում և նույնիսկ չէի ցանկանում տուն վերադառնալ։ Մի օր էլ ես եկա տուն ամբողջությամբ հարբած և թմրանյութերի ազդեցության տակ։ 3 օրվա ընթացքում ես թմրանյութեր էի օգտագործում, տարբեր խմիչքներ։ Դրանից հետո երբ տուն եկա, իմ փոքր աղջիկը գրպանումս թմրանյութեր հայտնաբերեց։ Ես այնքան հարբած էի, որ չէի նկատել, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Եվ կինս ինձ ասաց. «Ես հեռանում եմ, որովհետև այլևս այդպես չեմ կարող ապրել»։ Եվ այդ պահին, քանի որ ես թմրանյութի և խմիչքների ազդեցության տակ էի, ես նրան ասացի՝ լավ, թող այդպես լինի։ Բայց մյուս օրը, երբ հիշեցի դրա մասին, ինքս ինձ ասացի. չեմ ցանկանում այսպես ապրել։ Ես կորցրեցի իմ ընտանիքը։ Եվ այդ օրը ես աշխատանքի գնացի։ Ես աշխատում էի դպրոցի տանիքում։ Այդ պահին մտածում էի, որ ինձ համար ոչ մի ելք չկա։ Եթե ես լքված եմ իմ մոր և հոր կողմից, եթե նրանք ինձ չեն սիրում, եթե նույնիսկ կնոջս հետ ոչինչ չստացվեց, ուրեմն ես նախընտրում եմ մահանալ։ Ես սկսեցի ավելի շատ խմել և ավելի շատ թմրանյութեր օգտագործել։ Աշխատանքի վայրում որոշեցի ինքնասպան լինել։ Ես որոշեցի, որ պետք է ցած նետվեմ այդ տանիքից։ Բայց ես չկարողացա, որովհետև իմ ներսում մի ձայն լսեցի. «Քո համար դեռ ելք կա, ուղղակի պետք է ցանկանաս»։ Եվ ես իջա տանիքից։ Զանգահարեցի կնոջս և ասացի նրան. «Ինձ ևս մեկ հնարավորություն տուր։ Ես չեմ ցանկանում այսպես ավարտել։ Դու այն կինն ես, ով ինձ ընդունել է այնպես, ինչպես որ կամ»։ Կինս արդեն այցելում էր Աստծո Թագավորություն եկեղեցի, բայց իմ շուրջը գտնվող բոլոր մարդիկ միշտ վատ կարծիք ունեին այդ եկեղեցու մասին։ Բայց ես որոշեցի գալ Աստծո Թագավորություն եկեղեցի։ Իմ կյանքը կործանված էր։ Ես չգիտեի, թե ինչ անեի։ Ես մոտեցա զոհասեղանին եկեղեցում և Աստծուց օգնություն խնդրեցի։ Եթե Աստված ինձ չօգներ դուրս գալ այդ իրավիճակից, ավելի լավ էր մահանայի։ Այդ օրը ես եկեղեցուց դուրս եկա լրիվ վերափոխված։ Մոտեցա կնոջս և ասացի. որոշել եմ փոխվել։ Եվ մենք որոշում կայացրեցինք ամուսնանալ հենց եկեղեցում։ Մեր ամուսնությունից հետո ես որոշեցի ջրով մկրտվել։ Ես այլևս կախվածությունների մեջ չէի, բայց ես չունեի Սուրբ Հոգուն, ես չունեի Աստծո միտքը։ Չորեքշաբթի օրը
Մենք դիտում էինք եպիսկոպոս Մասեդոյի ծառայությունը, եւ նա այսպես ասաց. Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն, մենք դա ցույց ենք տալիս նրանով, որ հետևում ենք նրան եւ կատարում ենք նրա խոսքը։ Այդ օրը ես եկեղեցի եկա Սուրբ Հոգուն փնտրելու համար։ Հենց այդ չորեքշաբթի օրը ես որոշեցի իմ ամբողջ կյանքը Աստծուն տալ եւ աղոթքի ժամանակ ես ասացի. Իմ Աստված, ահա իմ կյանքը, եւ հենց այդ աղոթքի ժամանակ ես ստացա Սուրբ Հոգուն։ Երբ ես բացեցի աչքերս, ցանկանում էի ժպտալ, բոլորի հետ ցանկանում էի զրուցել։ Կինս այդ ժամանակ նույնպես եկեղեցում էր։ Նա աղոթում էր, եւ ես ցանկանում էի կանչել նրան. Թանկագինս, ես ստացել եմ Սուրբ Հոգուն։ Դա այնպիսի մեծ հաճույք էր։ Երբ ծառայությունը վերջացավ, ես մոտեցա զոհասեղանին եւ շնորհակալություն հայտնեցի Աստծուն այն ամեն ինչի համար, ինչ որ նա արել է իմ կյանքում։ Այսօր Սուրբ Հոգու հետ իմ կյանքն ամբողջությամբ փոխվել է։ Կնոջս հետ մենք ծառայում ենք Աստծուն։ Իմ երեխաների հետ ես լավ հարաբերություններ ունեմ։ Առաջ երբ ես եպիսկոպոս Մասեդոյին էի տեսնում հեռուստացույցով, մտածում էի, որ նա խաբեբա է։ Բայց այսօր, երբ ես մասնակցում եմ եպիսկոպոսի հետ ծառայություններին, ինձ համար դա մեծ հաճույք է։ Հենց նրա խոսքի ուղղորդության միջոցով ես ստացա Սուրբ Հոգուն, եւ դա շատ ուժեղ է։ Այսօր ինձ համար դա մեծ հաճույք է Աստծո մասին խոսելը։ Մեծ հաճույք է, երբ ես տեսնում եմ Հոգու, ով տառապում է, եւ ասում եմ նրան. Եթե դու քո կյանքը Հիսուսին տաս, դու ամենաերջանիկ մարդը կդառնաս։ Այսօր ինձ համար նշանակություն չունի, ես տուն ունեմ, մեքենա, գումար, թե ոչ։ Այդ ամենը նշանակություն չունի։ Այսօր ես Աստծուն ունեմ։ Առաջ իմ ներսում դատարկություն կար, իսկ այսօր ես լցված եմ Աստծո Հոգով։